Ողջույն բոլորին, Գասպար Գալենտերյանն է կապի մեջ ու այս վիդեոդասերի հերթականության միջոցով կփորձեմ ձեզ փոխանցել Brackets ծրագրի ողջ հզորությունը եւ հնարավորությունները։ Մեծ հաշվով Brackets ծրագիրը հատկապես սկսնակների համար լավագույն գործիքն է այսօր, որպես code editor, որպես ծրագիր, որի միջոցով կարելի է գրել կոդ։ Այն ավելի շատ հարմար է օգտագործել, երբ աշխատում ենք HTML-ի, CSS-ի եւ JavaScript-ի հետ։ Brackets-ի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ այն ունի live coding-ի հնարավորություն, դա live preview ֆունկցիան է, այսինքն կոդ գրելուց միաժամանակ կարելի է տեսնել նաև արդյունքը բրաուզերում։ Բացի դրանից, սպասարկում է preprocessor support, այստեղ գրված է less, SAS, սրանց առանձին ես անդրադառնում եմ CSS 3 խորացված կուրսում, եւ հաջորդ առավելությունը Brackets-ի կայանում է նրանում, որ այն սպասարկում է inline editors, այսինքն մի ֆայլում փոփոխություններ կատարելիս կարելի է միաժամանակ կատարել փոփոխություններ նաև մեկ այլ ֆայլում, բայց չտեղափոխվել մեկ այլ ֆայլ։ Դա իհարկե ես ցույց կտամ ընթացքում։ Brackets-ը ունի նաև մի շարք այլ հնարավորություններ, որ չունեն մնացած code editor-ները։ Ծրագիրը ստեղծել են web տեխնոլոգիաների միջոցով HTML, CSS, JavaScript, օգտագործվել է նաև jQuery-ին, իսկ հիմքում ընկած է Node.js-ը, ու այն կարելի է տեղադրել հիմնական օգտագործվող օպերացիոն համակարգերում Mac OS X, Windows, Linux։ Սա իմ կարծիքով իդեալական տարբերակ է սկսնակների համար եւ ոչ միայն։ Բացի դրանից Brackets-ի ամենամեծ առավելությունը կայանում է նրանում, որ PSD ֆորմատի ֆայլերը, որոնք պատրաստված են Photoshop-ի միջոցով, այսինքն տարբեր նախագիծ ունեցող վեբ կայքեր, որոնք հավաքած են արդեն Photoshop-ի միջոցով, դիզայն Brackets-ի միջոցով շատ արագ հնարավոր է վերածել HTML եւ CSS կոդի։ Ես կասեի նույնիսկ ոչ թե շատ արագ, այլ հրթիռային արագությամբ։ Դա ամենամեծ առավելությունն է, որը ըստ երևույթի տրամադրում է միայն Brackets ծրագիրը։ Ու բացի դրանից այն ստեղծել են Adobe ընկերության ծրագրավորողները, այսինքն նույն ընկերության կողմից է այն թողարկվել, որի կողմից թողարկվել են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Adobe Photoshop, Adobe Illustrator եւ այլն։ Ու մաքսիմալ սինխրոն կարելի է նաև օգտագործել Brackets-ը Photoshop-ի PSD ֆայլերի հետ աշխատելու ժամանակ։ Բացի դրանից ունի մի շարք այլ հարմարավետություններ այս ծրագիրը, որը թույլ է տալիս խնայել հնարավորինս շատ ժամանակ եւ ինչու՞ չէ նաև հեշտացնել կյանքը։ Տեղադրելու համար հարկավոր է այցելել brackets.io վեբկայքը, այստեղից ներբեռնել ծրագիրը ու տեղադրել այն։ Բացի դրանից նաև առաջարկվում է տարբերակ, որ մենք կարող ենք տեղադրել այս Brackets ծրագիրը առանց այս հնարավորության, այսինքն որտեղ որ չլինի այն ֆունկցիոնալը, որը նախատեսված է PSD ֆայլերը HTML եւ CSS կոդի վերածելու համար։ Կարծում եմ ներբեռնելու եւ տեղադրելու հետ կապված խնդիրներ չեն լինի, ամեն ինչ այնպես է ինչպես պետք է լիներ ցանկացած ծրագիր տեղադրելու ժամանակ, ու հաջորդ վիդեոից արդեն կհետազոտենք այս հիանալի ծրագիրը։ Միակ խնդիրը տեղադրելուց, որի հետ կարող են առնչվել շատ քիչ մարդիկ, կայանում է նրանում, որ Brackets ծրագիրը տեղադրելուց հետո չի ստեղծվում պիտակը, shortcut-ը desktop-ում։ Այսինքն պետք է տեղադրելուց հետո այցելեք այնտեղ այն ուղղությունով, որտեղ որ տեղադրել եք ծրագիրը, այդտեղից վերցնեք այն ֆայլը, որը նախատեսված է ծրագիրը միացնելու համար։ Ու այդ ֆայլի shortcut-ը արդեն պիտակը ստեղծեք desktop-ում, որպեսզի desktop-ից միանգամից միացնեք ամեն անգամ։ Ամեն դեպքում, եթե դժվարանաք, HTML-ի հետ կապված կուրսում երկրորդ վիդեոդասում տեղադրում եմ Brackets, այնտեղ կարող եք տեսնել, թե ինչպես եմ ես դա անում։ Այստեղ այսքանը, կշարունակենք հաջորդ վիդեոդասից։